Ապահով եւ անվտանգ։ Եվ Տերը ապավեն է աղքատին, ապավեն նեղության ժամանակ։ Սաղմոս 9:9։ Բռնությունը համավարակի պես տարածվում է, ինչպես է հայրը վերաբերվում դրան։ Սա շատ կարևոր հարց է, երբ խոսքը այն մարդկանց հետ փոխհարաբերությունների մասին է, որոնք անմիջական կապ ունեն մեզ հետ։ Նրանք կարող են լինել բժիշկներ, ուսուցիչներ, ընտանիքի անդամներ եւ ընկերներ։ Լսեք ինձ, եթե դուք բռնության եք ենթարկվում կամ փոխզիջման եք գնում որևէ կերպ, լռելը սիրո դրսևորում կամ օգտակար քայլ չէ։ Մի մնացեք փոխհարաբերությունների մեջ նրանց հետ, ովքեր բռնության են գործադրում ձեր նկատմամբ կամ վատ են վարվում ձեզ հետ։ Ինչպես բարեպաշտ հայրը պաշտպանում է իր դստերը, այնպես էլ ձեր անվտանգությունը շատ կարևոր է ձեր երկնային հոր համար։ Ձեր երկնային հայրը երբեք չէր ցանկանա, որ ձեզ ոտնահարեին։ Նա ուզում է, որ ձեզ պաշտպանեն եւ խնամեն։ Մի վախեցեք մարդկանցից կամ նույնիսկ ձեր սխալ ընտրություններից, նա կլինի ձեր կողքին, ձեզ սատարելու համար, երբ հստակ կողմնորոշվեք։ Երբևէ մի պատկերացրեք, թե նա նման դիտողություն կանի, ինքդ ես այդ ուզել, կամ ինչ անել ես, այն էլ կհնձես։ Նա երբեք նման բան չի ասի, նա կասի դուրս արի, գնա տուն եւ ապահով եղիր։ Դուք ունեք բոլոր իրավունքները օգտագործելու ձեր ձայնը եւ համապատասխան մարմիններին հայտնելու բռնության փաստը։ Սա վերաբերվում է հարաբերություններին, ընկերությանը, կազմակերպությանը կամ ցանկացած մեկին, ում հետ սերտ կապի մեջ եք։ Ղուկասը հորդորում է. աղոթք արեք ձեզ նեղացողների համար, բայց աղոթքը նույնքան ազդեցիկ է հեռվից։ Ղուկաս 6:28։ Պողոսն ասում է. եթե կարելի է, որքան ձեզնից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Հռոմեացիների 12:18։ Որքան ձեզնից է կախված արտահայտությունը ենթադրում է, որ որոշ չափով դա կախված է մյուսներից։ Դուք ունեք իրավունք եւ կարողություն արտահայտելու ձեր դիրքորոշումը եւ պահպանելու ողջամիտ հեռավորություն նրանցից, ովքեր ձեզ վնասելու մտադրություն ունեն։ Եթե հարաբերության մեջ չեք ինչ-որ մեկի հետ, որը վերահսկում է եւ հասկանում եք, որ չեք կարող դիմադրել, հրաժարվեք նրա հետ հանդիպումից։ Տարածությունը պահպանելը ձեր եւ նրա միջև, ով վնասել է ձեզ, ոչ միայն պաշտպանում է ձեզ, այլև թույլ է տալիս նրան իմանալ, որ իր վարքագիծը անընդունելի է։ Հիշեք, դուք Աստծո սիրելի դուստրն եք, իմացեք, թե ինչպես է նա ցանկանում ձեզ հետ վարվեն։ Եկեք աղոթենք։ Հիսուս, տուր ինձ քո ուժը եւ իմաստությունը անառողջ փոխհարաբերություններում ճիշտ վարվելու համար։ Ես վստահ եմ, որ դու կկանգնես իմ կողքին։ Ես ուժեղ եմ, երբ սահմաններ եմ դնում բռնարար կամ վնասակար փոխհարաբերությունների վրա։ Դուք կարող եք ներել ինչ-որ մեկին, թույլ չտալով հետագայում մոտենալ ձեզ կամ մտնել ձեր կյանք,